Լավ ծանոթ եմ ձեր ասած խնդրին, խոսքը վերաբերվում է իմ ասածը վերաբերում է էլի ին վրա օրինակ բերեմ ոչ թե երկաթից ավտոտնակների, այլ նախկին կոոպերատիվների ավտոտնակների մասիվների մասին է խոսքը, որ քարե շինություններ են Վանո Թովմասյան։ Ես 2022 թվականին մեր ընտանիքին պատկանող այդ ապօրինի գույքի, երբ որ ասեցին բերեք մոտ կարեք, ես բոլորը չափագրեցի, ընթացակարգ էր նշված, չափագրում էիր անում, բուտք եմ արել կադաստրում, հետո քաղաքապետարան եմ հանձնել այդ թղթերը եւ մինչեւ այսօր հարկ եմ ուծում ամեն տարի, կոդ է գալիս ինձ հարկային եւ հարկ եմ ուծում, բայց ուզում եմ ասեմ, որ այդ ավտոտնակները պարոն Ավետիսյանի ասած, այսպես ասած ոչ մի անուն ազգանուն չունեն։ Դա մեր ընտանիքին շուտ ժամանակի ընթացքում մարդը մարդուց առել է Միան մի հատը, որ ժամանակին եմ հայրն ստացել, դա անուն ազգանուն ունի իր վրա թուղթ ունի ինչ-որ։ Մնացածը սենց օթում, ես գիտեմ, որ դա մերն է, ասենք, բայց ոչ համայնքապետարանն է գալի ասում, դու ես ինչի համար ես հարկ մոծում, այդ հարկը գալիս է, հասկանում եք, ամեն ամիս գալիս է։ Նաև ուզում եմ ասեմ, որ այս մեր նոր թույլատվությունը ապօրինի գույքի, ես ոնց հասկացա, դա ինքնական շինությունների դա չի վերաբերվում, այսինքն ես մի հատ էլ ունեմ, ասենք օրինակ, չափագրել նույն գործողությունը անցնելու ավտոտնակ, էլ չեմ կարա, այս չի անցնում այդ նույն լոգիկայով։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ նախ, քանի որ հարցը խորանում է, մի հատ կարմիր գիծ քաշել եւ ձեր պատմած, ձեր ներկայացրած հարցի մեջ ամենակարևոր մի խնդիր էր, որ հարկը գալիս է։ Հարկը այդ է կադաստրի խնդիրը, որ եթե բազային մուտք կա, կադաստրի կոմիտեն այդ հարկը գույքահարկի բազայի մեջ ներառի եւ ուղարկի հարկի վճարման։ Այդ գույքի տիրապետման, տնօրինման վերաբերյալ փաստաթղթավորման վերաբերյալ կադաստրի կոմիտեի գործառույթները բացարձակապես չեն հարվում նման բաներին։ Այսինքն գույքը փաստաթղթավորել դա նախ սեփականատիրոջ պարտականությունն է, դուք ասում եք կոոպերատիվի ժամանակ կառուցված։ Ես հիմա որ դու գաք կադաստրի կոմիտե, ես պետք է ասեմ խնդիր չկա, ով ասում, ես իրավունք ունեմ ասեմ, որ դա ձերը չի, բայց իրավունք չունեմ ասեմ նաև որ դա ձերն է։ Ուր են փաստաթղթերը, որոնք որ հիմնավորում են։ Այդ փաստաթղթերը ով պետք է տա, ժամանակին կոոպերատիվը, որ ավտոտնակ էր կառուցում, ովքեր էին կոոպերատիվի անդամները։ Այսինքն բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ սուբյեկտների ոչ հետևողական աշխատանքի արդյունքում ձևավորված, այսօր այդ հարցը դուք բարձրացնում եք, խնդիր չկա, եթե նմանատիպ հարցերը բազմաթիվ են եւ պարոն Ավետիսյանը նշեց, որ դիմորդներն էլ բազմաթիվ են, ես պատրաստ եմ որևէ քննարկում, որևէ ֆորմատ լինի, գանք հավաքվենք, մարդկանց մոտից փուշը հանենք։ Ով է ասում, որ մենք այդտեղ անելիք չունենք, այո, ունենք անելիք, բայց անելիքի տեսանկյունով որ նայում ենք, ո՞րն է կադաստրի կոմիտեի գործառույթը, երբ որ հավաքագրված փաստաթղթերը մեր շտեմարաններում պետք է ստանա որոշակի կարգավիճակ իրավունքի պետական գրանցում։ Այսինքն այդ փաստաթղթերի հավաքման գործընթացում, եթե մեր խորհրդատվության կարիքը կա, մենք միշտ պատրաստ ենք եղել, միշտ էլ բաց ենք եղել, որ հավաքվենք, քննարկենք համապատասխան համայնքներով, համապատասխան նախարարություններով, որոշում կայացնենք ու նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ մենք քննարկել ենք, օրինակը կարող եմ բերել, որ մեկ դեպք, երբ որ մենք ասում ենք այգեգործական տնակները ժամանակին գրանցվել են օրինակ 50-ից 80% ավարտվածությամբ, բայց այսօր դրանք ավարտված են արդեն ու փաստագրված է, մենք այդ բերել ենք էլի օրենքի ուժով, կարգավորել ենք, տարել ենք, հարցը լուծել ենք, այսինքն այդ խնդիրը, որ ասում եք, դες բարձրացված է, մենք երևի որ մեր դիմում բողոքները շաբաթական կարող է լինի, չգիտեմ, 100 դիմում բողոք ունենանք պատասխանված, դրա մեջ ավտոտնակի օրինականացման վերաբերող հարցերը կլինեն շատ նվազ։ Մենք էլ մեր պրիորիտետները դասավորում ենք համապատասխան այդ ամեն ինչի։ Եթե ձեր մոտ ընկալումը այլ է, խնդրեմ, օր նշանակեք, ժամ նշանակեք, հարցերը գանք, հավաքվենք, գույքագրենք, որոշենք, թե ով ինչ ծավալի աշխատանք պետք է իրականացնի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան, ես լրիվ համամիտ եմ ձեր հետ։ Ես ուզում եմ, որ գործընթացը մինչև վերջ կատարվի եւ մարդիկ հանգիստ, այսպես ասած, չնչեն, բայց մի հատ հարց է ինձ հետաքրքիր։ Ես կամ ինչ որ քաղաքացի X ավտոտնակը գնացել մուտք արել 2020 թվականին գրելա որ ես այսինչան այսինչն եմ չափագրելա մուտք արել փողեր եմ ուծել եւ միջև հիմա հարկ եմ ուծում ինչ որ մեկը ստուգել է այդ ումն է այդ ավտոտնակը 10 տարի մուծում բայց դա ինքը գնել է ուրիշ քաղաքացուց sense փողը օթում տվել առել է բայց ես օրինակ այդ հարկը մուծում եմ ամեն տարի ինչ որ իրավական հիմքեր ստեղծվել է որ դա հիպոթետիկ իմն է
թե չկա տման, թե ես ինչ որ հարկ եմ ուզում, բայց անհայտանում եմ ինչի համար եմ ուզում։ Պարոն Ծիրունյան, ուրեմն հարցին պատասխանում հետևյալ տրամաբանությամբ։ Հաշվառված ինքնակամ շինությունները, որոնք որ քաղաքացիները նախկինում հաշվառել են, կամ այն ինքնակամ շինությունները, որոնք իրենց վկայականներում արտացոլված են, իսկ դրանք արտացոլված են վկայականի շինություններ բաժնում, ներքևի մասում լրացուցիչ նշումներում այնտեղ գրված է, որ արկա է այսքան քառակուսի մետր ինքնակամ շինություն, եւ գույքագրման թերթերում արկա ինքնակամ շինությունները քաղաքացիները կարիք չունեն հաշվառելու։ Այս նախագիծը, որ գալիս է, միտված է նրան, որ մարդիկ դիմում բողոքներ են ներկայացրել, որ ժամկետի բաստողում են ունեցել, չեն կարողացել հաշվառել, չեն հասցրել հաշվառել կամ տեղեկացված չեն եղել, այդ նախագիծը դրան է վերաբերում։ Հաջորդ կարևոր կոնցեպտը, որը մենք բավականաչափ երկար ժամանակ դրա վերաբերյալ խոսել ենք, ինքնակամի հաշվառում դա չի նշանակում, որ ինքնակամը պարտադիր օրինականացման ենթակա է, որովհետև դրանք տարբեր գործողություններ են։ Մենք ասում ենք ընդամենը հետևյալը, որ մենք հաշվառում ենք այս ինքնակամները, որպեսզի հասկանանք ինչ իրավիճակ է տիրում, եւ հաջորդը քաղաքացուն տալիս ենք հնարավորություն, որպեսզի ինքը դիմի համայնքին, ասի, որ հարգելի համայնք, ես ունեմ հաշվառված ինքնակամ շինություն ըստ գործող օրենսդրության, խնդրում եմ որոշում կայացրա օրինականացման վերաբերյալ։ Եթե համայնքը կորոշի օրինականացնել, այդ կետում նոր դուք կստանաք որևէ իրավունք այդ շինության նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է հարկի վճարման, ապա այդ հարկի վճարումն էլ հետևյալ տրամաբանությամբ է, որ արկա է օրենսդրական փոփոխություն, եթե չեմ սխալվում, 1-2 տարի առաջ է դա իրականացվել, որ այն անձինք, ովքեր որ բերել են հաշվառել են ինքնակամ շինություն, իրենք պարտավորվում են այդ ինքնակամ շինությունների համար հարկերը վճարել եւ այդ հարկերը այսօր հավաքագրվում են եւ ուղղվում են համայնքային բյուջեներ, բայց դրանք բացարձակապես առնչություն չունեն իրավունքի փաստագրման հետ, որովհետեւ իրավունքը կփաստագրվի միայն այն օրը, այն ժամին, այն րոպեին, այն վայրկյանին, երբ որ համայնքի ղեկավարը կկայացնի որոշում ինքնակամ շինության, կառուցված ինքնակամ շինության օրինականացման վերաբերյալ։ Մինչ այդ դուք ունեք պարտավորություն հարկերը վճարելու ըստ գործող օրենսդրության։